Լոռու մարզի Հակվի գյուղը այն եզակի բնակավայրերից է, որն ապահովված է կայուն ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ, սակայն բնակիչները հիմնական խնդիր են համարում աշխատատեղերի սակավությունը և գյուղամիջյան ճանապարհների ոչ բարվոք վիճակը։ Կան ճանապարհի հարցեր, եղել են, ասենք, վերջի տարիներին լուծում են այդ հարցերը, կոյող խնդիր կար, էլի արձագանքել են, լուծում են այդ հարցերը։ Համար մեկ խնդիրը ցանկացած բնակիչ խնդիր ունի, բայց իրավիճակից ելնելով ինչ կարաս ասես, ոնց որ ուրիշ են մենք առօրյա ապրում ենք էլի։ Գյուղում կոյուղատար համակարգ չկա, Հակվիի մեկ այլ բնակիչ Նարեկ Միքայելյանն իր մտահոգություններն է հայտնում, ըստ նրա Հակվիում որոշ աշխատանքներ տարվել են, բայց կան խնդիրներ, որոնք ուշադրություն են պահանջում։ Բետոնի կանավը ջրահեռացման, հողով ծածկված է, ջուրը ասֆալտի վրա է գնում, ասֆալտը քանդվում։ Դպրոցի վերակառուցված շենքն այսօր ծառայում է ոչ միայն որպես կրթական կենտրոն, այլ նաև որպես համայնքի կարևոր սոցիալական միջավայր։ Եվ մեր տարածքում առաջի ու ամենալավ դպրոցն է, որ կարևոր նշանակություն ունի, որովհետև դպրոցի բացակայության դեպքում ընտանիքներ էլ կարող են տեղափոխվել ուրիշ տեղ։ Վարչական ղեկավարը ևս կարևորում է գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման հարցը։ Նրա խոսքով նախատեսվում է այս տարի շարունակել ճանապարհաշինական ու նաև գիշերային լուսավորության համակարգի ընդլայնման աշխատանքները։ Ունեցել ենք տուֆապատում, դեռ ընթացքի մեջ է, դեռ չեն ավարտել 600 մետր երկրորդ փողոցում։ Ունենք ասֆալտապատում 330 մետր երկարությամբ։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, սակայն շատերը, հատկապես երիտասարդները, հրաժարվում են զբաղվել այդ գործով, պնդելով, որ այն եկամտաբեր չէ։ Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Լոռու մարզ, գյուղ Հակվի։